Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզի սիրելի արազատներ, բարիլույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ 5 դագարանին մեջ ընտանեկան սիրո զգանչելի պատմություն մգա։ Գբատմվի թե անցյալին Հութայի Փեթղեհեմ քաղաքին մեջ ընտանիք մգաբրեր։ Հայրը, որուն անունը Ելիմելեք էր, մայրը, որու անունը Նոեմի էր, եւ երկու զավակները՝ Մալոն եւ Քելոն։ Փեթղեհեմի մեջ սով գդիրե։ Եվ ինչպես հաջող կբադահի ընտանիքներ կգաղթեն, նույնպես ալ Ելիմելեք իր ընտանիքը արդներով կգաղթե թևի դեպի Մովաբ։ Մովաբը այսօրվան Հորդանան երկիրն է։ Այնտեղ կգաղթե եւ իր երկու զավակները Մալոն եւ Քելոն գամուստանան Մովաբացի աղջիկներու հետ։ Մեկուն անունը Որփա էր, իսկ մյուսին անունը Հրութ։ 10 տարվա բանտեղտության կյանքի ժամանակ դժբախտաբար գմահանա դան հայրը Ելիմելեքը եւ երկու դղաները Մալոն եւ Քելոն։ Նոեմին գմնա առանց ամուսինի, այրիգին եւ առանց զավակներու։ Աղքատության մեջ է, ալ ոչինչ ունի։ Ոստի գորոշ է ետ վերադառնալ իր հայրերու երգիրը Փեթղեհեմ։ Կգանչե իր երկու նվիրյալ հարսերը Որփան եւ Հրութը եւ անոնց սկսե աղջիկներս ես շնորհակալ եմ ձեզ մե որ դուք մեծ խնամք ցուցաբերեցիք իմ զավակներուս նկատմամբ եւ իմ նկատմամբս ես գործնեմ ձեզ թող Աստված ձեզ օրհնե բայց դուք վերադարձեք ձեր մորը դունը եւ ձեր կյանքը նորից նորը սկսեք։ Նոեմին սիրելիներ հին ժամանակվա օրենքով իրավունք ուներ իր հարսերը իր հետը բահելու իբրև իր դան ծառաները, որովհետև անցյալին այն օրենքը գար, որ ընտանիքը իր զավգին համար երբ որ հարս պիտի բերեր, գքներ այդ հարսը, հարսի ծնողին գումար կվճարեր, հետևաբար այդ հարսը, այդ գինը գդառնար ընտանիքի սեփականությունը, նույնիսկ երբ որ փեսան դղան մեռներ, հարսը գմնար իր ամուսնու ժողովրդին հետ։ Հետևաբար Նոեմի իրավունք ուներ բահելու այդ երկու հարսերը իբրև իր սեփականությունը, սակայն բացարիք արարքն է Նոեմի ասելու համար անոնց, որ դուք ձեր դուները վերադարձեք, ձեր մորը դունը վերադարձեք եւ նոր ամուսին կդեք ու ձեր կյանքը ապրեցեք։ Երեք կիները ջամփու ընթացքին գուլան Նոեմին եւ երկու հարսերը։ Բայց Նոեմի փամը գսե սիրելներ իրենց, որ եթե հին օրենքի իմանանք կհասկանանք թե ինչս էլ գուզե։ Գսե միթե իմ արքանտիս մեջ ուրիշ զավակ կա որ դուք ինձ հետ պիտի մնաք։ Եթե նույնիսկ եթե ես այսօր որոշեմ ամուսնանալ եւ հղիանամ եւ զավակ ծնիմ, դուք պիտի սպասեք որ այդ զավակը մեծնա, որբեսի անոր հետ ամուսնանաք եւ զավակ ունենաք, որովհետեւ անցյալին սիրելներ դակրության օրենքը գար։ Ինչ էր դակրության օրենքը։ Եթե դղամը ամուսնացած էր գնոջ հետ եւ այդ դղան մեռներ, անոր եղբայրը պետք է ամուսնար իր գնոջ հետ, որբեսի զավակ ծներ եւ իր եղբոր անունը Իսրայելի ազգեն չչնչվեր։ Հետևաբար Նոեմին այդ է որ գսե, որ այլևս ոչ պիտի ամուսնանա, ոչ զավակ պիտի ունենա եւ հետևաբար անոնք ո՞յ մեկ հույս չունեին, որ այլևս իր հետ մնային։ Զանոնք խաղաղությամբ կարծակե։ Որփան խիստ կուլա գհամբուրե իր գեսուրը եւ գվերաթարդա իր ազգին, իր ժողովրդին Մովաբ։
Սակայն հրութը զարմանալի բան մգնե։ Իր գեսուրին գսե։ Ես քեզ մե պիտի չփաժնվիմ։ Ուր որ երտաս, հոմ պիտի երտամ։ Ուր որ մնաս, հոմ պիտի մնամ։ Քու ժողովուրդդ իմ ժողովուրդս պիտի լա։ Եվ քու Աստվածդ իմ Աստվածս պիտի լա։ Ուր որ մեռնիս, հոմ պիտի մեռնիմ եւ հոմ պիտի թաղվիմ։ Եվ Աստված թող բաժեզիս, եթե ես քեզ լքեմ, միայն մահը զիս կրնա քեզ մե բաժնել։ Ահա այսպիսի նվիրումով հրութ իր գեսրոջ կգապվի։ Երկուքը միասին գմեկնին գվերաթարնան Փեթրեհեմ։ Փեթրեհեմի մեջ երբ մարդիկ կտեսնեն Նոեմին, կցնցվին, որ այդպես այրի մնացած էր, զավակներ գործընծած էր, գուրախանան, որ վերաթարցած էր իրենց, բայց Նոեմի գսե, զիս այլևս Նոեմի մի գոչեք, Նոեմի կնշանակե հաջելի, այլ գսե զիս Մարա գոչեցեք, Մարա կնշանակե թարն, լեղի, որովհետև գսե Աստված զիս իր աչքը վրայից հանեց եւ ահավասիկ ես այրի մնացի եւ անզավակ։ Անցյալին սիրելներ, երբ որ գիմը ամուսին չեր չուներ, կնշանակե որ ոտքին տակ քեդին չուներ, կնշանակե որ դեր մնալու դեղ չուներ եւ մեկ աստիճան էր որ զին կերացներ ըստրգութենեն, որովհետև այլապես ինչ պիտիներ ապրելու համար, ինքզին որպես ըստրուկ պիտի վաճառեր։ Երբ Փեթրեհեմ գաստին, ծորենի քարիի հունցքի ժամանակ էր։ Հին գդագարանի մեջ Աստված օրենք մտրած էր Եբրայեցի ժողովրդին, որ երբ որ հունցքի ժամանակ հունցքը գահավաքեն ծորենը քարին, ջրակախ չնեն։ Ջրակախ կնշանակե սիրելներ ամեն ինչը, ամեն հատիկ, ամեն ծորենի հասկ չփրցնեն։ Նույնիսկ ծառերուն վրայեն ամբողջական բդուղները չարդեն, այլ ավելցածները կամ մորցածները թողեն աղքատներու համար, որբերու համար, օդարականներու համար, որբեսի անոնցմով ապրին։ Հետևաբար Նոեմի իր հրութ հարսին գսե աղջիկս, քրա թաշտ մմդիր, յետես ինչ որ մորցած են հնցորդերը, հավաքե փեր, որբեսի կարողանանք ուդել եւ ապրիլ։ Եվ իսկապես հրութ թաշտ մգմտնե ուրիշ աղքատներու պես եւ գսկսի փնդրել, թե ինչ մորցած են հնցորդները իրենց յետին, որբեսի հավաքի այդ հասկերը եւ դուն տանի։ Եվ կպատահի, որ այդ թաշտին դերն էր Փոս անունով մեծ հարուստ մարդը։ Եվ կպատահի, որ այս Փոսը սիրելիներ մեծ փարիկ պիտի դառնար Նեմ Նոեմին եւ հրութին եւ պիտի փրկեր զանոնք շատ կարևոր հարցերը։ Փոս երբ թաշտ կմտնե գտեսնե հրութը եւ իր կորձավորներուն կհարցնե ով է ասիգա։ Անոնք ալգսեն մովապացի օդարական մնե, որ Նոեմի հարցն է եւ կպատմեն թե ինչպես այս մովապացի հարցը Նոեմիեն ամբաժան մնացած էր։ Եվ գսեն արդվն է կփորձե հավաքել, բայց քիչ բաներ հավաքած է։ Փոսը հրութին հետ կխոսի եւ գսե. լսի աղջիկս, Աստված քեզ օրհնե, Աստված քեզ իր ցերկերուն դագարն է, որովհետեւ ինչ որ ըրիր տուն քու գեսրոջդ, անիգ Աստծուկով չի գործվելու։ Տուն ուրիշներու թաշտը մի երթար, տուն իմ թաշտիս մեջ մնա։ Եվ իմ աղջիկներուս հետ եղիր։ Ես թելատրած եմ իմ մանչերուս, իմ հնցվոր դղաներուս, որ քեզի ովև մեկ վնաս չհասցնեն։ Եվ երբ որ ծարավնաս, իրենց քաշած չրհորի մեջ, ուրեմն չրհորեն քաշած ամաններու մեջ թրված ճուրեն խմե։ Եվ նաև Փոս գբադվիրե իր հնցվորներուն, որ թիդմամբ մասնավոր շատ դեղեր չհնցեն, նույնիսկ
խուրձեր գաբեն այդպես իրենց յետին թողեն, որբեսի հրութը ինք առնե եւ Նոեմեին դանե։ Նաեւ անոր ջաշ կուտավորուտ է։ Երեգոյան հրութ երբ կվերաթարնա իր ցերկը մեծ քանակությամբ ծորեն գար եւ նաեւ ջաշը որ իրեն տված էին ինք գերած էր գեսը ու գեսը բահած էր իր գեսրոջ համար եւ գահարցնե Նոեմին ուրգե այս բոլորը որ տաշտի մեծ ծառայեցիր եւ անիկա գսե Փոս անունով մեծահարուստ մարդումը եւ գբատմե թե ինչ եղած էր իր հետը երբ Նոեմի Փոսի անունը գլսե աչքերը գբացվին գսե որ հրութին Փոսը մեր ընտանեկան ասկականն է անիկա գրնա միայն մեզ փրկել եւ մենք որ ընտանեկան արդ ունեինք այստեղ եւ բարտկերու պատճառով գործընծուցած ենք միայն անիկա գրնա թե արդը փրկել եւ թե մեզ Ինչ ժամանակ սովորություն էր սիրելներ, որ երբ ընտանիքը արդ ունենար եւ բարկի պատճառով գործընծուցածը լար, իրենց ընտանիքի հարազատները մեկը գրնար այդ արդը ինքը վերստին քնել եւ այդ արդը փրկել օդարներու ցերկեն։ Եվ այսպես հրութ ամեն օր Փոսի թաշտը գերտար եւ անոր կորձավորներուն հետ այս անգամ ոչ թե որպես աղքատ կհավաքեր ավելցածները, այլ մաս կգազմեր այդ աշխատանքին։ Երբ հունցքի ժամանակը գավարդի, Նոեմի փամը գսե իր հրութ հարսին, գսե աղջիկս, ել լվացվե, լոգցիր, լավակույն հագուստը թակիր, օձվե յուղով եւ քիշերով քնա եւ ուր որ Փոսը բարգեր է քնացած է անոր ոտքերուն դագեն վերմագը փած ծածկոցը փած եւ ոտքերուն դակ մդիր ինք քեզի մնացյալը գսե ինչ պիտենես շատ ահավոր բաներ սիրելներ աղջիկը այդ ժամանակ մինագը երթար մանավանդ դղամարդու անգողինի մեջ մտներ ադիկա ինչ կնշանակեր բայց հրութ կհնազանդի իր Նոեմի գեսուրի խոսքին կլվացվի գոցվի եւ քիշերով երբ որ ուրախություն գնե Փոս եւ գխմե քնանալու գերտա հրութը առանց տեսնվելու քիշերը անոր ոտքերուն դակ կմտնե գես քիշերին Փոս կարտնա եւ գսարսափի երբ կդեսնե ոտքերուն դակ աղջիկը կրացած է եւ իրեն կհարցնե ով ես տուն եւ հրութը գսե ես հրութն եմ եւ Փոս անոր գսե աղջիկս Աստված քեզ թող օրհնե գիտեմ որ եկած ես որբես ես ասկական ես իմ ասկականի բարդականությունը սկադարեմ քո հանդեպդ բայց լավ իմացիր որ այստեղ քու ամուսինիդ ուրիշ ավելի մոդիկ ասկական մգա վաղը ես անոր հետ կխոսիմ եթե անիկա համացայնի ամուսինիդ բարտկերու պատճառով արդը ցերնդանեկան արդը ինք ազատագրել եւ նաեւ քեզ որպես գին առնել ուրեմն տուն իրեն պիտի պատկանիս բայց եթե հրաժարի ապա ես քեզ կխոստանամ որ ամեն ինչ օրենքին համաձայն պիտի Եվ իսկապես հրութ թե լույսը չփածված ջամփագել է թեպի իդ իր գեսուրին երթալու եւ Փոսը անոր բավական քարի գուտա ու գղրգե դուն երբ դուն վերադառնա Նոեմի գահարցնե հրութին ինչ պատահեցավ եւ հրութ կբատմե ինչ որ ըսած էր իրեն Փոս եւ գսե Նոեմին համբերե դեսնեն ինչ միլա իսկ Փոսը հաջորդ արաբոտ կդեսնե այդ ազգականը եւ գսե իրեն լավ լսե Եգուր նստե ու գանչե նաեւ ձերերը թադավորները եւ անոնց դիմաց ազգականին գսե Տուն գիտես մեր ազգականական բարդականությունը Ելիմելեքի ընտանիքը այստեղ
արդ որ այսօր բարդկերուդակ է եւ գործընծուցած են այդ արդը։ Հետևաբար գփապակիս, որ այդ արդը թուն առնես, վճարեմ հադուցում կատարես եւ արդես։ Եվ մարդուն աչքերը կփածվին, անշուշտ կուզեր արդին դիրանալ եւ գսե այո գփապակիմ։ Բայց ամիջապես Պողոս կսե, բայց միայն արդը չէ որ պիտի առնես, այլ նաեւ օրենքի համաձայն արդի դիրոջ գիննալ, հրուտնալ պետք է քեզի որպես գին առնես, որբեսի անգե երբ զավակ ծնիս, այդ զավակը դառնա այդ արդին դերը։ Այդ ժամանակ ասկագանը կսե չէ, ես արդը միայն գուզեի առնել, բայց ոչ գինը, հետևաբար եթե գիննալ բարդավոր եմ առնելու, ուրեմն գհրաժարիմ իմ իրավունքես, ասկագանական իրավունքես։ Եվ այդ ժամանակ սովորություն էր, որ ով որ գհրաժարեր, իր գոշիգը թիմացինին գուտար։ Եվ այդպես ալ գոշիգը գուտա թիմացինին, Պողոսին գուտա։ Եվ բոլորին թիմաց Պողոս կսե ամենք տալ վգայեք, անոնք կսեն այո վգայենք։ Այդ ժամանակ Պողոս ինքն է որ արդը գփրգե եւ նաեւ գփրգե հրութը ամուսնանալով անոր հետ եւ ասկագարական իր բարդ կկատարելով եւ Աստված գործն է հրութ կհղանա եւ բոլոր գիները ուրախությամբ Նոեմիին գսեն Աստված քեզ օրտնեց որ ահավասիկ քու սիրած հարսդ որ 7 զավագե ավելի թանկագին է քո աչքիդ ահա հղի է եւ իսկապես երբ ծննդապերության ժամանակ կհասնի Նոեմին ինքը դառնա թայագը իր թորնիկին եւ գծանի ու հարևանները անոր անունը ով պետք կգոչեն եւ այս ով պետը սիրելիներ մեծնալով գտարնա հայրը Հեսեի իսկ Հեսեն գտարնա հայրը Դավիթ հրճագավոր թագավորին հետևաբար դեսեք սիրելիներ Դավիթ թագավորին մեծ մայրը հրութներ որ օդարական որպես եկավ սակայն Աստված օրտնեցինք եւ ահա այդ սերունդեն էր որ պիտի ծներ Հիսուս Քրիստոսը 3 հոգիներ Նոեմի որ գրնար որպես ըստրուկ բահել որպես ծառա բահել իր հարսը բայց շնորհք ցուցաբերեց օրենքը չգադարեց ըստրուկ բահելով զինք այլ շնորհք ցուցաբերեց իր հրութ հարսի նկատմամբ հրութը սիրելիներ ինք Աստուծո օրհնության արժանացավ Պողոսը որ օրենքին համաձայն գրնար կործել եւ կամ գրնար անդեսել հրութը սակայն շնորհք ըրավ հրութին ազատագրեց եւ անոր ամուսնույն քրավտրված հողը եւ զինք եւ ահա շնորհքն էր որ ազատագրեց ամեն ինչ եւ ոչ թե օրենքը սիրելիներ այս բացմությունը թիդմամ ցեզի բատմեցի որովհետև վաղը այս բատմության հոգևոր բացատրությունը պիտի դամ ցեզի թե հոգևոր իմաստով ինչ գապ ունի այս թեփքը այս ընտանեկան սիրո բատմությունը մեր քրիստոնեական կյանքին հետ Քրիստոսի հետ հետևաբար վաղ անպայմանորեն ունգընտրեցեք այս թեփքի հոգևոր իմաստը հասկանալու համար բայց մինչ այդ թուկալ սիրելներ Նոեմիին եւ հրութի նման սիրելի գեսուրներ եւ հարսեր իրարու հետ սիրով եղեք երբ որ դուք սիրով լակ Աստուծո մեծ օրհնության գարժանակ եւ ամեն նեղություն ընտանիքի մեջ ամեն դժվարություն գահարտվի երբ սերը գդիրաբեդե եւ Աստուծո շնորհքը գարադանա բոլորիդ վրա թող բոլոր մեր ընտանիքներու մեջ սերը լա խաղաղությունը լա իրարու նկատմամբ հարկանք ու նվիրումը լա եւ Աստուծո օրհնությունները անբագասը լան մեր բոլորին վրայեն Աստված ցեզ արադաբես թողորտնե բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին